Ինչով եք վստահ, որ ԿՊ-ն կմիանա, պարոն Մալյան, ու նաև Ձեր հարցին, նախորդ հարցին, որ Էդգար Ղազարյանին տվեցիք, Էդգար Ղազարյանը իր իմացության տիրույթում պատասխանեց, ես այդ հարցին նաև ավելացնելու բան ունեմ։ Դուք ասեցիք, եղել են արդյոք դեպքեր, որ ԿՊ-ական падգամավորները, կարճ ասեմ այո, նույնիսկ նման դեպքեր եղել են ՀՓՇ շարժման ժամանակաշրջանից եւ դեռ ինչու՞ չէ վերջերս, իմպիչմենտի գործընթացին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ իմպիչմենտի գործընթացին ամենայն դեպս դրանով հետաքրքրված ԿՊ-ական падգամավորներ եւս եղել են։ Չեմ ասես, ասում մի վարքյան։ Ոչ, իրա մասին չի խոսքը։ Այո։ Հիմա այդ մասին, քանի որ ես եմ տեղյակ, ես այդ տեսանկյունից պատասխանեմ։ Օրինակ իմ պրակտիկայում ՀՓՇ շարժման ժամանակ եղել է ԿՊ-ական падգամավոր, ով որ իմ միջոցով փորձել է բանակցի ընդդիմության հետ, որ հետևյալ օրակարգով ընդ որում պարզ ասում եմ ձեզ, որ իր ազգային ժողովի падգամավոր մնացած այդ հատվածին ինչքան որ ինքը մնում է այդ աշխատավարձը հաշվենք, մի հատ մեկենաս գտնենք, որ իրան կվճարի, ինքը պատրաստան նույնիսկ գա ընդդիմության հանրահավաքին է ելույթ ունենա, ժողովրդին էլ միան ամեն ինչի պատրաստ է։ Այդ եղել է ՀՊՇ ժամանակ, որպեսզի չխառնենք իրար։ փողի դիմաց, այսինքն պատասխան։ Այդ մարդը օրինակ եմ ձեզ բերում, օրինակ մի մարդ տենց է արել։ ՀՊ խմբակցության մի վարքյան, այո, այդ ժամանակ падգամավոր է։ Հիմա մի վարքյան սպասեք, ժողովուրդ, սպասեք, հիմա ասում եմ։ ՀՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ։ Այնտեղ չկա գաղափարախոսություն, կարծում եմ նոր բան չեմ ասում։ Այսինքն չկա մի մարդ, որ ասում է ես Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության համար եկել եմ այդտեղ падգամավոր եմ աշխատում, թուքումուր եմ ուտում։ Այդ երկու գործոններն են վախը եւ շահը։ Հնարավոր է, իրանք վախենում են Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ հակառակ կողմից, ընդդիմադիր դաշտից, այդ թվում նաեւ իմ կողմից, ես էլ եմ ընդդիմադիր դաշտից, վախենալու ոչ մի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը իրանց շուրջ ստեղծել է վախի մթնոլորտ, պահում է իրանց իր ազդեցության տակ, հիմա չկան այդ մարդիկ, չկա այդ քաղաքական ուժը, որը իրանց կազատագրի այդ վախից։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ լինի համաժողովրդական, համազգային, այսպես շարժում իմպիչմենտին աջակցող, որը պարտադիր պայման է իմպիչմենտի հաջողման համար, ոչ մեկս ռոմանտիկ չեն, հա, հասկանում եք ինչա։ Այդ ժամանակ իրանք կձերբազատվելով իրանց վախից գանք երանան եւ մի հատ էլ մի վարքյան կոմպլեքս պատասխանում եմ հարցերին։ Սա քայլ է նաեւ ինչ որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։ Այսինքն անհատապես բոլոր падգամավորները պետքա մեզ բացատրեն, արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում, այս բարձ հարցին։ Մենք այդ ամեն ինչի կիմանանք, այդ թվում նաև ԿՊ-ական падգամավոր կա, կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին պարզեցիք, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող է այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ 5 տարին կլր։